Արծվիկ Մինասյանին։ Ողջույն, սիրելի համերկրացիներ, ես պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստան կուսակցությունների դաշինքը եւ պարզ ճակատով նորից իմ հարազատ մարզում եմ։ Արմավիրի մարզը ոչ միայն հայոց կրոնի մայրաքաղաքն է, Արմավիրի մարզը ոչ միայն Հայաստանի Հանրապետության տնտեսական ամրություն ամրագրող ատոմակայանի մարզն է, Հայաստանը ներառող, Հայաստանը ամփոփող, Հայաստանի հպարտություն բերող առնվազն 3 մայրաքաղաքների մարզ է, հետևաբար հպարտությունը ազգային ոգին Արմավիրի մարզում պետք է թևածի միշտ եւ այդ ոգով մենք պետք է կարողանանք հաստատել մեր երկրում հայի իշխանություն, հայ մարդու իշխանություն, ով ամենօրյա ռեժիմով աշխատում է, որպեսզի հայ մարդը աշխարհի որ ծայրում է լինի, հպարտ լինի, որ ինքը հայ է, հպարտ լինի, որ իր պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե այսօրվա նման նվաստացած, ստորացած, անգամ ռիսկ չեն անում մեր մշակութային ժառանգությունը, որ Ադրբեջանը ամեն օր ոչնչացնում ու ոտնահարում է, անգամ ռիսկ չեն անում այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածները ձայն բարձրացնել դրա մասին, ռիսկ չեն անում Բաքվում գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցների իրավունքների մասին հարց բարձրացնեն։ Մենք այսպիսի իշխանություն ունենք եւ այդ իշխանությունից ձեռնազատվելու եւ Հայաստանի Հանրապետության հպարտությունը հետ բերելու Հայաստանի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է, խիստ անհրաժեշտ է, որ հունիսի 7-ին ընտրենք համար կեցեք։ Նիկոլը իր ցածրարժեք քարոզարշավով մի իրավիճակ է ստեղծել, որ անգամ ծրագրային դրույթներ հնարավոր չի լինում ներկայացնել։ Բայց ես կփորձեմ այսօր 1-2 կարևոր դրույթի մասին խոսել, որովհետև ի վերջո մեր հայրենակիցները եւ Արմավիրի մարզի մեր մարզ կենտրոնից նաև ուղերձ եղենք մյուս մարզերին, բովանդակ հայ ժողովրդին, թե ինչ հիմնական ծրագրեր են նաև սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ այլ ուղղություններով նախատեսում իրականացնել Հայաստան դաշինքը, որովհետև մի բան է, երբ որ այս դավաճանների իշխանությանը պետք է հեռացնել, մեկ այլ կարևոր բան է նաև, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում տեսնել։ Ուրեմն սկսեմ նրանից, որ սկսած գյուղատնտեսությունից ավարտված արդյունաբերություն կա հսկայական ծրագիր, ինչպես վերականգնել Հայաստանը։ Գյուղատնտեսության թե ոռոգման ջուրը, թե մտերումների համակարգը ամբողջությամբ վերափոխվելու են, վերանայվելու են։ Փոքր ու միջին բիզնեսը ստանալու է անմիջական աջակցություն, ամբողջությամբ հարկերը հետ են վերադարձվելու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, այն նպատակով, որպեսզի իրենք այդ գումարները ծախսեն, մեծացնեն իրենց բիզնեսը, ստեղծեն նոր աշխատատեղեր, զարգանան եւ կարողանան իրենց ընտանիքին եւ ամենակարևորը իրենց աշխատակիցների բարեկեցությունը հոգալ։ Երկրորդ կարևոր ուղղությունը, տեսեք, Հայաստանը այսօր պետական պարտքի մեջ թաղված է, 15 միլիարդ, շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք, այդ թվում նաև այլ երկրներին պարտքեր է կուտակել։ Մեր ծրագրային կարևոր դրույթներից մեկն է, այդ երկրների պարտքերը վերադարձնելու փոխարեն այդ գումարները դրվելու են Հայաստանի բնության մեջ, ստեղծելով նոր անտառներ, նոր ջրային ռեսուրսներ, պաշարներ եւ վերածելու ենք Հայաստանը կանաչ Հայաստանի։ Շատ կարևոր մեկ բան, այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են։ Լեփ-լեցուն են ոչ միայն ազատազրկված, դատարանի վճիռներով ազատազրկված անձանցով,
նաև հարյուրավոր հազարների հասնող կալանավորված անձանցով, նաև ապօրինի քրեական գործերով։ Մեր կարևոր ծրագրային դրույթն է լայնամասշտաբ համաներման իրականացումը։ Այս մարդիկ պետք է վերադառնան իրենց ընտանիք, պետք է լինեն իրենց զավակների կողքին, կարողանան իրենց զավակներին ու իրենց ընտանիքի համար բարեկեցություն հոգալ, այլ ոչ թե մեկուսանալ եւ կորել։ Սա իհարկե չի վերաբերում են ծանր եւ առանձնապես ծանր այնպիսի հանցագործություններին, որտեղ մենք ունենք ծանր սպանություններ կամ այնպիսի դրվագներ, որոնք որ հայրենիքի դավաճանության հետ են կապված, որովհետև այս մասով շահառուները այսօրվա իշխանություններից շատերը լինելու են։ Այս համաներումը նաև վերաբերում է վարչական պատասխանատվությանը։ Մենք գիտենք, որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ վարորդական իրավունքի պատճառով վարչական ակտերի հիման վրա զրկվել են այդ իրավունքից կամ այլ դրվագներով վարչական պատասխանատվության են ենթարկվել եւ այս մարդիկ զրկվել են իրենց առօրյա հոգսերը հոգալու հնարավորությունից։ Սա ամբողջությամբ համաներում է լինելու եւ այդ համաներման ներքո մենք նաև հաստատելու ենք համերաշխություն հասարակության մեջ։ Այն ատելության միջավայրն ու մթնոլորտը, որ այսօրվա իշխանությունը ստեղծել է, մենք վերածելու ենք համերաշխության, իրար նկատմամբ հարգանքի, իրար նկատմամբ վստահության եւ միասնական ուժով կերտելու ենք մեր սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետությունը։ Նրանք, ովքեր որ այսօր խոսում են ընդդեմ Հայաստանի անկախության հռչակագրի, որոնք մերժում են Հայաստանի Հանրապետությունը, որոնք մերժեցին, ուրացան, դավաճանեցին Արցախը ու Արցախի Հանրապետությունը, նրանք հայտնվելու են արդարադատության առաջ, օրենքի ամբողջ խստությամբ։ Սա ենք բերելու մենք մեր երկրում։ Մենք հաստատելու ենք հայ իշխանությունը, իրավունքի գերակայությունը, դատարանները լինելու են անկախ որևէ գործադիր կամ օրենսդիր մարմնից։ Նրանք կատարելու են իրենց պարտականությունը երդվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Եվ ամենակարևոր մեկ բան էլ ասեմ եւ ավարտեմ։ Մեր ծրագրերը շատ են։ Նորից եմ կրկնում, այս իշխանությունը իր խայտառակ, ցածրակարգ, մարդու արժանապատվությունը նվաստացնող քարոզարշավով թույլ չի տալիս, որպեսզի իրական բանավեճ ծավալվի այս ծրագրերի միջև։ Բայց մենք, որ մեր խոսքի տերն ենք, մեր գործի տերն ենք, եւ Հայաստան դաշինքը, որ ձևավորվել է դեռևս նախորդ ընտրություններից առաջ, իր կայունությամբ շարունակում է, ընդլայնում է իր թիմը։ Այսօր մեր թիմակիցների մեջ են նոր անձինք, նոր մարդիկ, նոր երիտասարդներ, նոր քաղաքական գործիչներ, որոնք որ մեր երկրին, մեր պետությանը վաղը մյուս օրը տանելու են դեպի առաջ։ Իսկ երաշխավորությունը, սիրելիներս, հարգելիներս, նա է, որ այս թիմը, այս քաղաքական թիմը արդեն ցույց է տվել, որ ինքն ունակ է ճահճից, դժվարությունից, ճգնաժամից երկիրը դուրս բերել։ Հիշեք, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստանի վարչապետ, ինչ ծանր վիճակ էր։ Նույնիսկ պետական հիմնարկներում մարդիկ աշխատավարձեր չէին ստանում, են չնչին աշխատավարձերը։ Շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնվեց կարգապահությունը եւ որևէ մաս, որևէ անձ զրկված չեղավ այդ եկամուտը ստանալուց եւ այնուհետեւ թռիչքաձև զարգացումներ ու այնուհետեւ նաեւ տնտեսության առաջընթաց, բայց որ ամենակարևորն է, Ադրբեջանը դադարեց իր հոխորտալից քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Նախագահ Քոչարյանի տարիներին Ադրբեջանը երբեք որևէ անգամ ռիսկ չարեց ոչ միայն ռազմական գործողություն փորձել նախաձեռնել, այլ նաև միջազգային ամբիոններում խեղճացած, գլուխը կախ սպասում էր, թե ինչ վճիռ են տալուց միջազգայինները իրենց։ Մենք այս հպարտությամբ ապրել ենք,
մենք կարող ենք եւ ունակ ենք նորից վերականգնել մեր ուժեղ, ամուր, հզոր պետականությունը, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 7-ին մենք միասնաբար բոլորին է ուղերձ ուղղված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միասնաբար այցելենք տեղամասեր եւ քվեարկենք համար կեցեք մենք միասին շնորհակալ եմ հաղթանակ